Բարև ձեզ դիտակետն ուղիղ եթերում եք զրուցենք Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում։ Շնորհակալ եմ։ Պարոն Սողոմոնյան, օրերս տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարությամբ հանդես եկավ, չնայած միշտ է այդպիսի հայտարարություններ անում կապված Մայրաթորի, Վեհարանի, կաթողիկոսի հետ եւ 5-շաբթի օրը մենք ունեցանք մի պատկեր, երբ Մայրաթորի բակում հայերը, կարծում եմ այդտեղ բոլորը հայեր էին, բաժանված էին երկու մասի եւ ոստիկանական պատը այդ կողմերին բաժանում էր, որպեսզի բախումներ չլինեն, սադրանքներ տեղի չունենան, մարդիկ էին, ովքեր դեմ են կաթողիկոսին եւ մարդիկ, ովքեր եկեղեցու եւ վեհապարի կողքին են, երևի ինձ կշտկեք, ես հասկացա արդեն, որ խնդրեմ ձեր կարծիք այս ամենի վերաբերյալ։ Իսկապես աննախադեպ երևույթ էր հայոց պատմության մեջ, երբևէ այսպիսի բան չէր եղել, որ մայր տաճարի բակում յուրաքանչյուր վայրկյանի սպասեինք բախումների։ Հայը հայի դեմ ելներ, եղբայրը եղբոր դեմ ելներ, սրբություն սրբոցի շեմին, մայր տաճարի բակում եւ մայր տաճարի ներսում։ Այսպիսի բան չէր եղել։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ինչ որ մեկը այդքան անկում կունենա բարոյականության, որ մայր տաճարի համբուրելի դուռը ոտքով խփի, քացով խփի եւ ուզենա բացի մայր տաճարի դուռը։ Սա բարոյականության անկման վերջին կետն է իհարկե։ Ես ուզում եմ մի այսպիսի հարց տալ, հարց բարձրացնել։ Ինչու է այս իրավիճակը այսպես ստեղծվել։ Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն ինչ է տալիս։ Ինչու է Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը դարձել կաթողիկոսի կուսակրոնության հարցը, կաթողիկոսի հանել չհանելու հարցը։ Այս երկիրը ուրիշ պրոբլեմ չունի։ Օրու մեջ 2 օրը 1 պարբերականությամբ հավաստի լրատվամիջոցներով, որոնք որ հետևում են Ադրբեջանի դեպի Բաքու եկող ինքնաթիռների շարժին, արձանագրում են ռազմական ինքնաթիռների, այսինքն ռազմական մթերք, զենք, զինամթերք բերող ինքնաթիռների շարժ ենք մենք տեսնում։ Զենքի կուտակում է տեղի ունենում Ադրբեջանում։ Սա չի լինելու արդյոք մեր օրակարգի առաջին հարցը։ Ինչի համար է Ադրբեջանը կուտակում զենք։ Ինչ անելու, պետք է չէ ինչ-որ մեկի դեմ այդ զենքը գործի, եւ ում դեմ է գործելու այդ զենքը։ Դա չպետք է լիներ մեր օրակարգի այսօրվա կարևորագույն հարցը։ Կամ վերցնենք սոցիալական հարցը։ 502,000 մարդ կենսաթոշակառու, որ ստանում է ծերության կամ հաշմանդամության թոշակ։ Նրանց միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից պակաս է կրկնակի։ Այսինքն այս մարդիկ չեն կարող այդ իրենց ստացած թոշակով, միջին կենսաթոշակով նույնիսկ անհրաժեշտ սնունդը գնել ապրելու համար, գոյատևելու համար։ Գուցե սա պետք է լիներ կարևորագույն հարցերից մեկը։ Գուցե այն պետք է լիներ կարևորագույն հարցերից մեկը, որ թմրանյութերի օգտագործումը այսքան տարածված է, որ մատաղ սերնդի մեջ տեղի է ունենում ապա մարդկայնացման գործընթաց, որ ընդհանուր առմամբ դաստիարակությամբ որպես պետական կառույց չի աշխատում կրթության նախարարությունը եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք որ անհրաժեշտ են առողջապահության հարցով։ Արդյոք խնդրեմ չպետք է լիներ այն, որ Հայաստանում միջին հաշվով դեղերը եռակի թանկ են, քան Վրաստանում։ Ինչու պետք է մենք եռակի շատ վճարենք կյանքի դեղերի համար։ Այն դեղերի համար, որոնք որ մարդու համար կյանքի նշանակություն ունեն, կենսական նշանակություն ունեն։ Ինչու է ստեղծվել այդ իրավիճակը։ Ինչու դրանով չի զբաղվում։ Դրանով չի զբաղվում պետությունը, հա։ Չի տեսնում, այդ ովքեր են, որ այդպես պայմանավորված բարձր գին են սահմանում։ Ոնց եղավ, որ
նույն ԵԱՏՄ-ի տարածքից Վրաստանը, որ դեղ է ներմուծում, ավելի էժան է լինում, երբ որ Վրաստանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև կա մաքսային սահման, դա նշանակում է, որ պետք է որ ըստ տրամաբանության այնտեղ ավելի թանկ լինի դեղը, քան Հայաստանում, երբ որ ԵԱՏՄ երկրների հետ չունի մաքսային սահման։ Բա ո՞նց եղավ։ Ու այս ամբողջ հարցերը թողած Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ամեն օր քննարկվում է կաթողիկոսի հարցը, ամեն օր քննարկվում է եկեղեցու հարցը։ Ի վերջո ու մեր հայրենակիցների մի մասը մտնում է այս օրակարգի մեջ։ Իսկապես մտնում են, չէ, մեծ մասը չեն, Լուսինե ջան, մեծ մասը չեն, չէ։ Մի մասն է շատ ակտիվ մաս է, մի փոքր մաս է, բայց շատ ակտիվ մաս է։ Շատ ակտիվ մաս է, որը որ մտնում է այս օրակարգի մեջ եւ մյուս մարդկանց, մյուս հայրենակիցներին դրանով տրամադրում է եկեղեցու դեմ, տրամադրում է վեհափարի դեմ եւ այս արհեստական հարցը դարձնում են բաժանարար նոր գիծ մեր ժողովրդի մեջ։ Ուզում են ժողովրդին բաժանել, ուզում են որ ժողովրդի հատվածները իրար ատեն, իրար օր ու արև չցանկանան, իրար անիծեն, իրար անպատվեն, այս են ուզում անեն։ Ինչու՞։ Երբ որ այս հարցը տալիս են, ես չեմ կարողանում ախր պատասխանը գտնել։ Ինչու է հիմա այնպես արվում, որ արդյոք այս է ամենակարևոր հարցը, որ պետք է դրա շուրջ հայության մեջ այսպես հատվածական բաժանումներ տեղի ունենա ու մարդիկ իրարից զզվեն, իրար ատեն, իրար լավը չցանկանան։ Ինչու՞։ Փոխանակ պետք է չէ այնպես լիներ, որ հիմա Համերաշխությամբ էր գալիս Նիկոլ Փաշինյանը, հիշում եք, համերաշխության սիրո հեղափոխություններ անում։ Իհարկե հիշում ենք։ Իհարկե ես չէի հավատում այն ժամանակ, որովհետև իր արածն ու ասածը իրար չէր համընկնում։ Իր արածն ու ասածը չէր համընկնում։ Իսկ այսօր արդեն նա բացահայտ է։ Նա բացահայտ նրա խոսքը, նրա գործունեությունը թշնամանքի, ատելության, անհանդուրժողականության խոսք է։ Դժբախտացնող խոսք է։ Այսօր այն մարդը, որը որ սիրտը որ ցավում է իր երկրի համար, իր ժողովրդի համար, իր ժողովրդի բարոյականության հարցերի հետ կապված է։ Այդ բոլոր մարդիկ դժբախտ մարդիկ են, երջանիկ չեն։ Այդ երջանկությունը, որովհետև նրանց համար միայն իրենց տներում չի, իրենց կնոջ, ամուսնու, հոր, երեխու այդ նեղ շրջանակի հետ չի կապված։ Մարդիկ իրենց այսօր շատերը մեր հայրենակիցները իրենց դժբախտ են զգում այս մարդու արածների պատճառով։ Ինչու որ կարելի է այդ ամեն ինչը պարզապես չանել, ձեռք չտալ այդ թեմային։ Իսկ դա ում է ձեռնտու, եկեք հասկանանք էլի, ում է ձեռնտու, որ հայ ժողովուրդը այս դժվար վիճակում, սոցիալ-տնտեսական այս լարված իրավիճակում, պրոբլեմատիկ իրավիճակում, աշխարհաքաղաքական այս շատ վտանգավոր իրավիճակում ում է ձեռնտու, որ հայ ժողովուրդը ներսից ավելի անմիաբան լինի, ավելի ատող լինի։ Բնականաբար նրանց, ովքեր որ այն ուժերին, ովքեր որ ուզում են Հայաստանի Հանրապետություն չլինի, մեր պետականություն չլինի, մեր բարոյականության, մեր ազգային ինքնության հենասյուները չլինեն, եկեղեցին չլինի։ Ու այս գործունեությունը սա ուղղակի կռիվ է Աստծո դեմ։ Ու մեր հայրենակիցները պետք է լավ իմանան, եթե Փաշինյանի հետ են, ուրեմն կռվում են Աստծո դեմ։ Կռվում են այն ամենի դեմ, որը մենք դարերով, հազարամյակներով մեզ համար համարել ենք արժեք, որի համար մենք անգին զոհեր ենք տվել, զոհողություններ է ունեցել այս մեր ժողովուրդը, այդ արժեքները պահելու համար, հայ մնալու համար։ 2000 տարի գրեթե 2000 տարի, հա, 2000 տարի քրիստոնեությունը Հայաստանում կա, իսկ 1725 տարի քահանայապետությունը մեր չի ընդհատվել, երբեք չի ընդհատվել, 132-րդ կաթողիկոսը
Հայաստանում քրիստոնեությունը տարածող առաքյալի Սուրբ Թադեոսի գահի ժառանգն է, չէ, գահի ժառանգորդն է։ Եվ չի կարելի այսպիսի բան անել եւ չի կարելի սատարել Փաշինյանին, չի կարելի մտնել այդ ճղճիմ խոսակցությունների մեջ։ Ի վերջո դա պետության լուծելու հարցը չի, դա կանոնական հարց է։ Դա կանոնական հարց է, դա եկեղեցու ներքին կանոններով, ժողովներով, ծխական ժողով, թեմական ժողով, եպիսկոպոսատ ժողով, այդպիսի ատյաններ կան եկեղեցում, որ եթե ինչ-որ հարցեր են առաջանում ներքին կանոնական, այդ հարցերը այդտեղ են լուծվում, ոչ թե դրանք դառնում են թշնամության, ատելության աղբյուր։ Պարոն Սողոմոնյանը, ձեզ ինչպես ստացվեց, որ այդ 10 տիրադավ կոչման արժանացած եպիսկոպոսները անցան Փաշինյանի կողմը եւ նրանք էլ վեհափարին իբրև թե հանգստի կոչ էին անում, բնականաբար դա նշանակում է, որ պահանջում են, որպեսզի վեհափար հայրապետը, չգիտեմ ինչպես էլ հրաժարական տա չեն ասում, հա, փորձում են նրան վեհարանից այնուամենայնիվ դուրս հանել։ Ինչպես նրանք համաձայնեցին, ինչ գործարքի մտան ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանի հետ, արդյոք սա գործարք է թե ոչ։ Կարևոր չէ ինչ գործարքի մեջ մտան, բայց կարևոր է որ մտան գործարքի մեջ։ Չէր կարող Գևորգ եպիսկոպոսը Սարոյանը մի քանի 2 ամիս առաջ այդպես հոզումնաթաթավ աղիողորմ ձայներ հանել եւ դատապարտել ուժային կառույցների գործողությունները, իսկ հիմա նույն մոլեռանդությամբ պահանջել կաթողիկոսի հրաժարականը չէր կա, տրամաբանության մեջ չի տեղավորվում նման բան, չի կարող լինել, չի կարող մարդը, որ արժանացել է եպիսկոպոսի այդ բարձր կոչմանը եւ այդ ձեռնադրումը մանավանդ որ ստացել է կաթողիկոսի կողմից, սրբապղծություն է, չի կարելի գնալ կաթողիկոսի դեմ, կաթողիկոսի եւ եպիսկոպոսի հարաբերությունը, կաթողիկոսի քահանայի հարաբերությունը եւ կաթողիկոսի եւ եկեղեցու հավատավոր զավակի հարաբերությունը դա գործատու աշխատող հարաբերություններ չեն, դա պետություն քաղաքացի հարաբերություններ չեն, որ այդպես պահանջներ բարձրացվի, հրաժարական տուր հանգստի կոչվի եւ այլն եւ դա արվի Փաշինյանական մեթոդաբանությամբ։ Ես չգիտեմ ինչ գործարքի են գնացել, բայց ակնհայտ գնացել են այդ գործարքին։ Գուցե կոմպրոմատ կա, գուցե չգիտեմ ինչ որ բաներ են խոստացել իրենց, աթոռ են խոստացել կամ ուրիշ ինչ որ բաներ են խոստացել, բայց չէ որ այդ մարդիկ եպիսկոպոս լինելով չեն կարդացել, չեն հիշում այն հատվածը, երբ որ չարը փորձում է Քրիստոսին, ասում է արի ինձ հետևիր, ինձ ենթարկվիր եւ այս ամեն ինչ որ տեսնում ես կլինի քոնը։ Եվ ինչ է Քրիստոսը պատասխանում։ Չէ, պատասխանում ասում է որ հեռացիր ինձանից։ Հիմա այդ նույն գայթակղությունը նրանց է բաժին հասնում։ Անկամ եթե դա լինի սպառնալիք լինի, եթե ինչ որ մի աղտեղի բան ես արել եւ դրա հետ կապված բերել են քեզ տեսանյութ են ցույց տալիս, ասում են, այս տեսանյութը կա հրապարակեմ կամ այս ձայնագրությունը կհրապարակեմ։ Եթե դու կոչումով ես եպիսկոպոս, եկեղեցու փառքի պատասխանատուն ես, եթե դու օրինակ մանավանդ որ թեմակալ առաջնորդ ես ու քահանաների գլխավոր ես, արդյոք քո անձի, քո եսի այդ հանցանքը պարտակելը այդքան ավելի կարևոր է, քան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանությունը։ Դու ինչ սրտով ես գնում, ինչ սրտով ես համաձայնություն տալիս այդ գործարքին։ Դու խայտառակվի, ոչինչ։ Դու խայտառակվի, դու զղջա հետո ապաշխարի
իլուր ամբողջ աշխարհի, իտես բոլորի ցնցոտիներով մանարի, ապաշխարի եւ այս ժողովուրդը մեծահոգի ժողովուրդ է։ Եվ եկեղեցին էլ, մեր եկեղեցին մեծահոգի եկեղեցի է։ Քեզ կների, քեզ կընդունի եւ հիմա է ներում։ Հիմա է միշտ երբ որ նայում ենք կաթողիկոսի Գարեգին II-ի գործողությունները, ամբողջությամբ ներողամտության տրամաբանության մեջ է։ Այսքան վատության դիմաց, այսքան հեզություն, այսքան հանդարտություն, այսքան ներելու պատրաստակամություն, այդքան որ մեր կաթողիկոսն է անում, մեր ուղեղում հաճախ չի տեղավորվում։ Հաճախ մենք աշխարհականներս ենք իրեն քննադատում ենք նրա համար, որ այսքան հանդարտ է, այսքան հեզ է, այսքան խոնարհ է, այսքան քրիստոնյա է։ Մենք դրա համար ենք փաստորեն քննադատում, հա, որովհետև սիրտներս պայթում է տեսնելով այդ այլանդակությունները, որ կատարվում են նրա դեմ։ Բայց դուք սրբազաններ, որ այդ կոչումը կրում եք, Անուշավան սրբազան, մեր աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, որ տարիներ շարունակ ես միշտ խոնարհությամբ եմ մոտեցել, ու թեև շատ տարբեր միջավայրերում այդպես ինչ-որ խոսքեր, պատմություններ, այս ամեն ինչի բոլորի բերանը փակել եմ, մեր եկեղեցու եպիսկոպոսն է նա, հետո հիմա ինչ ես անում։ Կարևոր չի ինչ գործարքի են գնացել, կարևորը այն է, որ այդ գործարքին գնացել են։ Հիմա մեր ուղղակի հույսը այն է, որ այս մեծ փոթորիկը կանցնի ու մաքրություն որոշակի տեղի կունենա, որոշակի զուլալում տեղի կունենա։ Ու այդ մարդիկ, ովքեր որ դավաճանեցին իրենց հնազանդության ուխտը դրժեցին, կմաքրվեն, եթե ապաշխարությամբ ետ չդառնան, ապա գոնե այդպես կմաքրվեն եւ կանհետանան էլի մեր պատմության թատերաբեմից։ Պարոն Սողոմոնյան, երբ որ մենք Մայրաթորի բակից հետևում էինք տեղի ունեցող իրադարձություններին, երբ ժամերգության ընթացքում արդեն վեհափառը եկավ եւ իր խոսքը հնչեց, ինչպես նշեցի, երկու մասի են բաժանված մեր հայրենակիցները, ռազմադաշտեր հիշեցնում, հավատավոր ժողովուրդը շատ մեծ ուշադրությամբ լսում էր վեհափառի խոսքը, իսկ դիմացից ես լսում էի միայն սուլոցներ, հայհոյանքներ եւս լսել եմ ցավոք սրտի, բայց այն կողմից, ովքեր դեմ են վեհափառին։ Բայց վեհափառը ինչպես միշտ շատ հանդարտ, անգամ նրանք հայտարարություն էին տարածել, որ որևէ սադրանքի, որևէ այսպես կռի, ոչ մի բան տեղի չունենա, հա, մարդիկ կան հանդարտ աղոթք անեն, իրենց սրտի խոսքն ասեն, լսեն վեհափառի խոսքը, այնուհետև հեռանան, այսինքն որևէ սադրանքի չտրվեն, բայց վեհափառի ելույթի խոսքի ժամանակ սուլոցներ են հնչում։ Լավ, սա է իրենց հավատը, չէ՞ որ ասում են մենք խնդիր չունենք եկեղեցու հետ կապված, մեր խնդիրը վեհափառ հայրապետի հետ է, բայց չէ՞ որ դու մայր տաճարի բակում ես գտնվում, կարելի է սուլել, էլ չեմ ասում թե ինչ էր կատարվում այնտեղ, ինչ պահվածք էին դրսևորում։ Դե այո, դու չես կարող չարության դեմ պայքարես։ Չես կարող։ Իրենք եթե այդպես են ասում, իրենք կեղծում են իրականությունը։ Չի կարելի հայհոյել Մայրաթորի բակում։ Էլ ժամերգության ժամանակ կամ աղոթքի ժամանակ։ Զանգերի ղողանջի ժամանակ չի կարելի սուլել։ Չի կարելի, պարզապես մարդու մեջ, յուրաքանչյուր մարդու մեջ խիղճ պետք է չլինի։ Այդ մարդը իր խղճի առաջ փորձում է պատասխան տալ։ Տպավորություն կար, որ ասում են այդպես բազմաթիվ մարդիկ էին հավաքվել այն կողմում, որոնք որ պայքարում էին, որոնք որ պահանջում էին վեհափառի հրաժարականը, նախ այդպես չի, նախ քիչ էին, եւ երկրորդ այդ մարդկանց մեջ շատերը բերվել էին այդտեղ, բերման էին ենթարկվել բառի բուն իմաստով։ Գազելներն էին վերջում փնտրում իրենց, հարցում էին գազելը որտեղ է։ Եվ բացի դրանից, երբ որ լրագրողները, դուք չգիտեմ իրենց մոտեցել եք թե ոչ, բայց ես շատ եմ
տեսել եւ լսել դեպքեր, որ երբ որ լրագրողը մոտենում է ուզում է հարց տա, փախչում են, որովհետեւ ասելիք չունեն, որովհետեւ հասկանում են, որ իրենց խղճի դեմ են գնում։ Այդ մարդիկ ներկա եղողների այդ մասը, որոնք որ բերվել էին հարկադրանքով, ինչ-ինչ պատճառներով, իրենց մեջ ամենայն դեպս այդ խղճի ձայնը կար, խոսում էր։ Եվ դրա համար էին նրանք փախչում, որովհետև հասկանում էին, որ իրենք սխալ բան էին անում։ Այն հատվածը, որը որ ոստիկանական պատից այս կողմ էր, որտեղ որ նաև ես էի, այդպիսի մարդ չկար, որ չուզենար խոսեր, եւ բոլորը վրդովված խոսում էին։ Բոլորը ցասումով, տագնապած վիճակով, դեմքը չէին թաքցնում։ Իհարկե, դե այդտեղ եկող մարդը որևիցե բան չունի կորցնելու։ Բացի իր ինքնությունից, մենք ոչինչ չունենք կորցնելու։ Ժամանակին ոնց էին սոցիալիստական հեղափոխության առաջնորդները լոզունգ կար հայտնի, որ բանվորը չունի կորցնելու ոչինչ, բացի իր ձեռքի շղթաները։ Հիմա հայը չունի կորցնելու ոչինչ, բացի իր ինքնությունը, բացի իր հիշողությունը, բացի իր բարոյականությունն ու արժանապատվությունը։ Եվ դրա համար եկեղեցու բակում այն հայորդիները, որոնք եկել էին արժանապատվության համար, նրանք ոչինչից ոչ վախենում են, ոչ ամաչում են, եւ թող չլինի այդ տպավորությունը, որ հայությունը բաժանվել է երկու մասի, ոչ հայությունը չի բաժանվել երկու մասի։ Պարզապես հաջողեցրել են ընտրել ինչ-որ մի հատ շատ փոքր խմբի, էլի մեր հայրենակիցների, որոնք ցավոք շատ մոլորված վիճակում են գտնվում, եւ ամեն ինչ անում են, որ այդ մարդկանց հոգիները իսկապես ծախվեն։ Այդ մարդկանց հոգիները ծախվեն ու այդ մարդկանց ագրեսիվ դարձնելով, այդ մարդկանց գայթակղեցնելով, շահագրգռելով ստեղծում են այս աղմուկը, այս փոթորիկն են ստեղծում։ Եվ անգամ պատրաստ էին ժամերգության ժամանակ մտնել մայր տաճար եւ ես անգամ վախենում եմ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե այդ ոստիկանական պատը, որը մի կերպ պահում էր, իրենց այդ ագրեսիան։ Մենք իհարկե խոսում ենք Վեհափար Հայրապետի մասին, նրա ապրումները պարզ է, որ այս վերջին ամիսներին կարելի ասել շատ ծանր կլինեն, բայց կուզեմ նաև հոգևոր դասի մասին խոսել, հոգևոր ծառայողների, սպասավորների, ովքեր բացի 10 տիրադավների այդ կոչման արժանացած եպիսկոպոսներից, թե ինչպես իրենց ապրումների մասին կուզեմ խոսենք, նրանց պահվածքի մասին, աջակցությունը, որ կաթողիկոսի կողքին են, որովհետև Մայրաթորում դեպք տեղի ունեցավ հայր Վրթանես Բաղալյան, այդպես ասեմ, Տեր Վրթանես Բաղալյան, սրտի կաթված է ստացել, ստենդավորել են, ես նրան շատ լավ եմ ճանաչում, գիտեմ ինչ սրտացավ, եզակի հայրենասեր մարդկանցից է եւ ամեն երկրորդ այսպես բառը վեհափարը, մեր կաթողիկոսը, մեր եկեղեցին, մայր տաճարը, ասում են չէ, Կոմիտասը խելագարվել է տեսնելով, թե ինչ է կատարվում, այդպիսի տեսարաններ կարծում եմ մենք ականատես ենք եղել, թե ինչպես են հոգևոր սպասավորները նայում, թե լավ, ինչպես կարելի է մայր տաճարի բակում ազգին պառակտել, երկու մասի բաժանել եւ առհասարակ հայ ազգին բերել այս իրավիճակին։ Հոգևոր դասի է սպասավորների մասին կուզեմ դուք խոսեք, վստահ եմ շատերին ճանաչում եք, շփվում եք։ Իհարկե, շատերին ճանաչում եմ, շփվում եմ, մեծ սիրով եմ դա անում եւ այս օրերին հատկապես դրա մեծ կարիքը կա մեր հոգեվորական եղբայրների կողքը լինելու, նրանց օրհնությանն արժանանալու, նրանց նաեւ աջակցելու, նրանց իրենց վտանգավոր հաճախ անշնորհակալ գործի մեջ նրանց զորավիգ լինելու, սատար լինելու հարցում։ Նախ եւ առաջ ես ուզում եմ մեր Միքայել Սրբազանին, ով որ այսօր շատ ծանր առողջական վիճակում է գտնվում եւ վիրահատության այդ process-ի մեջ է, աղոթենք Միքայել Սրբազանի համար, թող շուտ ապաքինվի։ Միքայել Սրբազանը մեզ շատ պետք է մեր եկեղեցուն, մեր ժողովրդին, իր հավատավոր հոտին
Շիրակում իրեն շատ են սիրում։ Եվ մենք էլ ենք բոլորս էլ սիրում ենք իհարկե։ Մեր Բագրատ Սրբազանին, ով իմ հոգևոր հայրն է։ Ես Բագրատ Սրբազանի նաև միջոցով եմ իմ մոտ լինելը եկեղեցուն, ավելի շատ մտնելս եկեղեցու մեջ, եկեղեցու որդի դառնալու հարցում Բագրատ Սրբազանի դերը անգնահատելի է պարզապես։ Ես առիթ օգտագործելով մի փոքր անձնական էլ բացեմ, անընդհատ ես ամբողջ խառը վիճակների մեջ մի քանի անգամ փորձել եմ լինել դատին իրեն տեսնել, չի ստացվել մի քանի անգամ, ես չեմ կարողացել գնամ, բայց իմ աղոթքների մեջ ես միշտ հիշում եմ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Արշակ Սրբազանին, Տեր Գարեգինին, Մուղնու հոգևոր հովին, ովքեր որ այսօր գերված են, պատանդարված են, բանտարկված են մի իշխանության կողմից, որը որ ավելի դաժան է եկեղեցու նկատմամբ, քան հայ ժողովրդի պատմության մեջ հայ ժողովրդի հանդեպ չարիքներ գործած բոլոր ժամանակների օտարերկրյա տիրակալները, ընդհուպ Հասկերտ թագավորը, ընդհուպ Շահ Աբասը, ընդհուպ Սուլթան Աբդուլ Համիդը եւ Նիկոլայ II ցարը, ովքեր որ մեր եկեղեցու հանդեպ եւ ժողովրդի հանդեպ այդպիսի վատ բաներ են արել։ Ոչ ոք այսպիսի բան չի արել դեռ, ոչ ոք այսպիսի բան չի արել։ Երեք մենք Հայակվե ազգային քաղաքացիական միավորման որոշ անդամներով գնացել ենք Սանահինի վանք եւ մեր տարեց մարդիկ կան, որոնք չէին մկրտվել եւ մկրտում էինք մենք իրենց, քավոր կանգնեցինք, կնքահայր եղանք 84 տարեկան, 73 տարեկան, շատ հետաքրքիր եւ կարեւոր նախաձեռնություն է։ 65 տարեկան կանայք են եւ մենք մկրտեցինք եւ մեր քահանայի Տեր Մասիսի օրհնությանը արժանացանք դրա համար։ Ինչքան մեր եկեղեցուն հալածում են, ինչքան քրիստոնյաներին հալածում են, մենք այնքան պետք է քրիստոնեաբար գործենք, այնքան ամրացնենք մեր հավատը մեր եկեղեցու նկատմամբ, այնքան լինենք մեր եկեղեցու ներսում։ Տեր Վրդանեսը, որի մասին դուք նշեցիք, այո, ես մի անգամ եմ իր հետ բախտ ունեցել առնչվելու Օձունու, ինքը Օձունի հոգևոր հովիվներ եւ միշտ իր մասին պատմում էին, այդպես մի քանի անգամ չէր ստացվել տեսնել, մի անգամ եմ ես տեսել եւ իսկապես մեր Տեր հոր համար էլ պետք է աղոթող լինենք, որ շուտ առողջանա, որովհետեւ դու պատկերացնել չի կարելի այն ապրումները, որ այդ մարդը ունեցել է տեսնելով թե եկեղեցու համբուրելի դուռը ինչ որ վատ բառ չեմ ուզում ասել, ինչ որ մոլորյալ մարդիկ ոտքով հարվածում են։ Շատ մեղմ ասեցիք իհարկե, բայց այո։ Դե այդպես պետք է լինենք, այդպես պետք է լինենք։ Ցասումն ու զայրույթը մեր մոտ շատ է լինում։ Ցասումն ու զայրույթը շատ է լինում, բայց եթե մենք քրիստոնյա ենք, մենք ուզում ենք եթե լինել իսկական քրիստոնյա, միշտ պետք է հետևենք պատվիրաններին։ Պետք է հայհոյախոս չլինենք, պետք է բարկացկոտ չլինենք, չբարկանանք, այդ ամեն ինչը մեղք է, մեր բերանը մաքուր պետք է պահենք, մեր ձեռքը մաքուր պետք է պահենք, ինչքան էլ լինում է, որ մենք իսկապես զայրանում ենք, ու իսկապես փառք ու պատիվ մեր վարդապետած դասին, մեր քահանայից դասին, որ արժանապատիվ մարդիկ են, եւ այդ փորձություններին ի տարբերություն նրանցից շատերի առաջնորդ կոչվածների, ովքեր գայթակղությանը գնացին, իրենք լավ են հասկանում, որ իրենք գայթակղության են տրվում, իրենք գործարքի են տրվում, իրենք անգիտակից չեն դրա։ Կարծում եք բոլորը լավ գիտակցում են, հասկանում են, թե ինչ է։ Հայոց եկեղեցու եպիսկոպոսը գործարքի է գնում, նշանակում է դա ինքը ամբողջությամբ գիտակցում է, ինքը սթափ է գնում դրան։ Եթե դա անում է նյութականի դիմաց, եթե դա անում է չպատժվելու դիմաց, իր անձը ինքը կամ իր
պատիվը զոհելու չի գնում, չէ՞ որ Նժդեհն էր ասել, որ հայրենիքի համար արժե ոչ միայն անձը զոհել, այլ նաև պատիվը զոհել։ Եվ եթե այս կրիտիկական վիճակում դու գնում ես այդ գործարքին, ես ուզում եմ մի բան շեշտել, որ այսօր հայոց եկեղեցու թեման, նրա առաջնորդության թեման նաև թուրքական մամուլում է քննարկվում։ Թուրքական Aydınlık եւ Sözcü լրատվամիջոցներով է այսօր շրջանառվում այն հարցը, թե ով պետք է լինի կաթողիկոսի փոխարեն, անուններ են հնչեցնում, քննարկվում է այն թեզը, որ Էրդողանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նաև Հայաստանի հոգևոր դաշտում։ Ես պետք է մի բան ասեմ։ 1.5 միլիոն մարդը, որ ցեղասպանության զոհ դարձավ, ինքը կարող էր զոհ չդառնալ, կարող էր փոխել իր հավատքը եւ զոհ չդառնալ։ Բայց այդ մարդիկ հասկացան, որ եթե իրենք փոխեին հավատքը, իրենց մարմինը գուցե մի քանի տարի կամ մի քանի տասնամյակ ապրեր, բայց հոգիները չէին փրկվելու։ Հիմա այդ նույն բանն է, գրեթե նույն բանն է։ Հիմա Հայաստանում մի իշխանություն է, որը որ մեզ գայթակղեցնում է եւ ասում է, որ ծախեք ձեր հոգիները հանուն նյութականի։ Եվ մեզ ապա քրիստոնեացնում է։ Մեզ դարձնում է ոչ քրիստոնյա։ Մեզ ուզում է դարձնել Աստծո դեմ մենամարտող, Աստծո դեմ կռվող։ Ես համոզված եմ, որ չի ստացվելու, չի հաջողվելու։ Մեր ժողովրդի մեծագույն մասը եւ Հայաստանում եւ Սփյուռքում այս ամենի ինչ որ տեսնում է, նողկանք է զգում այս ամենի հանդեպ, մեծագույն մասը։ Ինչ որ ձևով, ինչ որ բանաձևով, ինչ որ մի հնարքով գուցե չի արտահայտվում այդ մեծագույն մասի ցասումը, ինչ որ մի ձևով դա դեռ չի վերածվում էներգիայի, գուցե դա ժամանակի հարց է, գուցե դեռ էլի կորուստներ պետք է լինեն, որպեսզի դա լինի։ Բայց համենայն դեպս թող ոչ Փաշինյանը, ոչ նրա մերձավոր շրջապատը թող չերազեն, որ իրենց այս գործողություններով, իրենց այս բռնությամբ կկարողանան իրենց նպատակին հասնել։ Մարդկանց սրտին չեն կարող իրենք տիրել։ Նաև լուրեր են տարածվում, որ հնարավոր է ամսի 28-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցի պատարագի, այսինքն հերթական, ինչպես ընդունված է ասել, գրոհն իրականացնի եկեղեցին, ըստ ձեզ տարեվերջ է, կգնա այդ քայլին։ Կգնա, իհարկե կգնա։ Ինքը ամեն ինչի ունակ է։ Ամեն ինչի բացառապես ինքը ունակ է։ Պատրաստ լինենք ամեն ինչի։ Ամեն ինչի, այո, պետք է պատրաստ լինել։ Այս պահի դրությամբ որպես այդ ամեն ինչի հակաքայլի հետ կապված ես դժվարանում եմ ասել, որովհետև այդ ինֆորմացիան մենք այսօր ունեցանք իհարկե դրա վերաբերյալ այսպես հաստատում հերքում դեռ չի եղել։ Դեռ չի եղել, կհասկանանք իրավիճակը եւ համապատասխան մեր խոսքով հանդես կգանք, բայց այո, պետք է նաեւ պատրաստ լինել դրան, բայց անկախ նաեւ դրա ելքից, եթե անգամ չգիտեմ 2000-5000 ոստիկանով կամ չգիտեմ ինչ-որ քրեական ծագում ունեցող իրենց հավատարիմ մարդկանցով գան, գրավեն, հոգևորականներին ծեծեն, մարդկանց քաղաքացիներին ծեծեն, ջարդեն, կալանավորեն ու մտնեն մեջը պղծեն մայր տաճարը մեր տիրոջ իջման վայրում բռնությամբ իրականացնեն շոու պատարակ, միևնույն է դրանով իրենք ընդհակառակը
ընդհակառակը իրենց տխրահռչակ վախճանը ավելի են մոտեցնելու, ավելի ու ավելի են մոտեցնելու իրենց տխրահռչակ վախճանը։ Ու թող մեր ժողովուրդն էլ նաև իմանա, որ այդ ինչ որ մի քանի եպիսկոպոսներ կան, ովքեր որ տիրադավ են դարձել, նրանց համակարգման ներքո քահանաները, ովքեր որ ամենօրյա կապի մեջ են ժողովրդի հետ, չեն աջակցում նրանց։ Կարող է 1-2 բացառություններ լինեն։ Այդ Ստյոպայի նման 1-2 բացառություններ կարող է լինեն։ Բայց մեծ մասը ես այս օրերի ընթացքում նաև այն քահանաների, ովքեր որ տիրադավ եպիսկոպոսների թեմերում են, եղել է մի քանի հոգու հետ, եղել է որ առնչվել եմ եւ հարցրել եմ, ուղղակի մարդիկ քահանաները շատ մեծ դժգոհություն, շատ մեծ ցասում ունեն այն ամեն ինչի նկատմամբ, ինչ որ կատարվում է։ Չեն կիսում այդ գործիքը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր կարևոր հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն, Աստված տա, որ ի վերջո ողջամտությունը հաղթի չարամտությանը, ես լիահույս եմ, որ այդպես էլ տեղի կունենա, մեր ժողովուրդը ողջամիտ է եւ ոչ մի դեպքում բռնությունը, բռնությամբ կատարված գործը նախ չի բերելու, չի հանգեցնելու լավի, չի հանգեցնելու բարուն եւ երկրորդ ի վերջո չարը պարտվում է։ Չարը միշտ պարտվում է։ Շնորհակալ եմ պարոն Սողոմոնյան շատ հետաքրքիր զրույցի համար։ Զրուցում էինք Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, այսպիսի ներդիտակետը կհանդիպենք։